Բարև ձեզ սիրելի հետևորդներ, քննարկում ենք 2025 թվականի քիմիայի կամավոր ատեստացիայի տարբերակից հետևյալ խնդիրը։ 2,56 գրամ զանգվածով պղնձելարը ամբողջությամբ լուծվել է երկաթի եռավալենտ քլորիդ պարունակող 150 գրամ լուծույթում։ Աղերի ստացված լուծույթի մեջ երկաթի ձող են ընկղմել, սպասել մինչև հնարավոր ռեակցիաների ավարտը և պարզվել է, որ երկաթի ձողի զանգվածը պակասել է 0,8 գրամով։ Պետք է որոշենք երկաթի եռավալենտ քլորիդի զանգվածային բաժինը ելային լուծույթում և աղի նյութաքանակը վերջնական լուծույթում։ Լարվածության շարքում պղինձը երկաթից ներքև է, հետևաբար չի կարող երկաթին դուրս մղել իրեն աղերից, սակայն եռավալենտ երկաթը օքսիդիչ հատկություն ունի, այդ պատճառով պղինձը օքսիդանում է, հետևաբար այս փոխազդեցությունը ընթանում է։ Քանի որ ունենք 0,04 մոլ պղինձ, դա նշանակում է, որ մեզ մոտ ծախսվել է դրա կրկնակի քանակով, այսինքն 0,08 մոլ երկաթի եռավալենտ քլորիդ, առաջացել է 0,04 մոլ պղնձի երկվալենտ քլորիդ և 0,08 մոլ երկաթի երկվալենտ քլորիդ։ Եթե լուծույթում լինեն միայն այս երկու աղերը և այնտեղ ընկղմենք երկաթե ձող, ապա երկաթը կարող է այստեղ փոխազդել միայն պղնձի երկվալենտ քլորիդի հետ, առաջացնելով դուրս մղելով պղնձին իրեն աղից և առաջացնելով երկաթի երկվալենտ քլորիդ։ Քանի որ պղնձի մոլային զանգվածը մեծ է երկաթի մոլային զանգվածից, ապա այս ռեակցիայի հետևանքով թիթեղի զանգվածը ոչ թե պակասել է, այլ ընդհակառակը պետք է որ ավելանար։ Սակայն խնդրի հեղինակները շեշտում են, որ թիթեղի զանգվածը վերջնական հաշվով պակասել է, նշանակում է մենք ունենք ևս մեկ պրոցես, որի հետևանքով պետք է երկաթը մասնակցի ռեակցիայի և ձողի զանգվածը պակասի։ Դա կարող է լինել միայն եթե ելային լուծույթում ավելցուկ է մնացել որոշակի քանակով եռավալենտ քլորիդ, որն էլ օքսիդացնելով երկաթին վերածվել է երկաթի եռավալենտ քլորիդի, արդյունքում թիթեղի զանգվածը պակասել է։ Նշանակենք այս ռեակցիայում փոխազդած թիթեղի քանակը X, ասենք, որ ընդհանուր հաշվարկով երկաթի թիթեղի զանգվածը կարող է պակասել այս փոխազդած երկաթի հաշվին, սակայն պետք է նկատի առնենք, որ 0,04 մոլ պղինձ ամեն դեպքում նստել է թիթեղի վրա։ Հետևաբար ընդհանուր զանգվածի տարբերությունը հավասար է M փոխազդած երկաթ հանած M առաջացած պղինձ։ Այսպիսով, մեզ մոտ փոխազդել է 0,04 գումարած X մոլ երկաթ, այսինքն բազմապատկելով մոլային զանգվածով ստանում ենք 56 անգամ 0,04 գումարած X գրամ երկաթ, առաջացել է 0,04 մոլ պղինձ, այսինքն 0,04 անգամ 64 գրամ և այս զանգվածների տարբերությունը հավասար է 0,8-ի։ Լուծելով այս հավասարումը X-ի արժեքը ստանում ենք 1,12-ը հարաբերած 56-ի, այսինքն 0,02 մոլ։ Նշանակում է, որ առաջին ռեակցիայից հետո մեր լուծույթում դեռևս մնացել է 0,04 մոլ երկաթի եռավալենտ քլորիդ, ընդհանուր քանակը քլորիդի կլիներ 0,12 մոլ։ Այսպիսով, M ֆերում քլոր 3-ը հավասար կլիներ 162,5 անգամ 0,12, սա 19,5 գրամ է, M լուծույթը կստացվի, կամ նախնական լուծույթը ունեինք 150 գրամ, նշանակում է սկզբնական լուծույթում երկաթի եռավալենտ քլորիդի զանգվածային բաժինը հավասար է
19-ը 150-ի անգամ 100, ուղիղ 13%։ Հիմա այստեղ մենք տեսնում ենք, որ վերջնական լուծույթում մեզ մոտ իսկապես մնացել է ընդամենը մեկ աղ, որովհետև ինչպես տեսանք, պղնձի երկվալենտ քլորիդը նորից մասնակցել է ռեակցիայի և ամենավերջում մեզ մոտ մնացել է միայն երկաթի երկվալենտ քլորիդ, որի մի մասը առաջացել էր առաջին ռեակցիայի հետևանքով, մնացած մասը հետագա պրոցեսների հետևանքով։ Այսպիսով N ֆերում քլոր 2-ը կլինի 008 գումարած 004 գումարած 006, կստանանք գումարայինը 018 100-ական մոլ, կբազմապատկենք 1000-ով և կստանանք 180 միլիմոլ երկաթի երկվալենտ քլորիդ։ Այսքանը, սիրելիներս, հետևեք իմ էջին, այնտեղ ես կանդրադառնամ նաև մյուս խնդիրներին։ Շնորհակալություն ուշադրության համար։